Տիկին Մկրտչյան, հերթական դատական նիստին եք մասնակցում երրորդ նախագահի, առհասարակ երկար ժամանակ մասնակցում եք այս դատական նիստերին, դատական պրոցեսին, դուք ինչ ակնկալիքներ ունեք? Դատական նիստերի չենք մասնակցում, մենք մասնակցում ենք քաղաքական հետապնդումների, ականատես ենք լինում այս քաղաքական հետապնդումներին, որպես վկա ենք հանդես գալիս տեղ, թույլ տվեք ասեմ, որ անկարողության եւ նաև որևէ հնարավորություն չունենալով այս ամեն ինչին խոչընդոտել, ուղղակի գալիս այսպես տեսնում ենք, թե ինչքան հեռուն կարող է գնալ նիկոլական ապարատը հայ ժողովրդին հաղթանակներ պարգևած անձանց նկատմամբ, որքան է Նիկոլ Փաշինյանը ատում ցանկացած պետականության հետ կապ ունեցող Հայաստանի պետական գործչի, այս դեպքում նախագահ Սերժ Սարգսյանին, որքան ինքը տանել չի կարողանում պետականությունը ու դրա համար իր ասած այդ վնգստացող դատավորներով ստեղծել է մի համակարգ, Նիկոլա Ստրուկ համակարգ, որ իրան ծառայում է այն աստիճանի անբարոյականության հասնող հրահանգներ կատարելով, որ պահին, որ այդ SMS-ի մեջ կլինի այդ անբարոյականության հստակ հրահանգը տրված։ Իրենք շատ պարզ մեզ բանաձև են առաջարկում, դրանից անդադար ցնցումների մեջ են ընկնում, որ ասում ես, բայց ըստ էության ճշմարտությունը հենց դրա մեջ է, դրա համար էլ տանել չեն կարողանում։ Իրենք հայ ժողովրդին առաջարկում են հետևյալ բանաձևը։ Այն ընթացքում, որ իրենք Էրդողանի եւ Ալիևի մոտ կզած ծախում են հայկական պետությունն ու ինքնությունը, հայ ժողովուրդը այդ ընթացքում պետքա գոհ ու շնորհակալ լինի, որ նիկոլական բանդան օրինակ իրան միայն հայհոյում թիրախավորում է, որտեղ դրա փոխարեն կարող են նախընտրել ծեծի ենթարկել ու խոշտանգել։ Այն Հայաստանի քաղաքացիները, ովքեր ծեծի են ենթարկվում ու խոշտանգվում են, պիտի շնորհակալ լինեն, որտեղ նիկոլական բանդան կարող է ցանկանալ քաղաքական հալածանք կազմակերպել, ինչպես այս քաղաքական հալածանքն է կամ ինչպես օրինակ Սրբազանի վրա ահաբեկչություն կարելն է։ Եթե ահաբեկչություն են կարել, ուրեմն էլի գոհ եղեք, որտեղ վերջի վերջո նիկոլական բանդան կարող է հրաման ունենալ ձեզ սպանելու։ Այս են բանաձևն է, որով իրենք մեզ ասում են համակերպվեք, սա է ձեր գոյությունը, մենք մեր աթոռներից չենք գնալու։ Տիկին Մկրտչյան, երբ այս ձեր խոսքերը ասացիք ազգային ժողովի ամբիոնից, ձեր միկրոֆոնը անջատեցին եւ տեղի ունեցան այսպես թեժ մարտեր, ձեզ հակադարձում էր ոնց ձայնից հասկացանք Հրաչյա Հակոբյանը, ինչ էր մասնավորապես ասում, բացի Ռուբեն Ռուբինյանից, նաև դալիճի ներսից էր ոնց որ Հրաչյա Հակոբյանի ձայներ, ինչ էին ձեզ հակադարձում, հա, ձեր նիկոլական բանդայի այդ տեքստին։ Բայց ձեզ թվում է ինձ հետաքրքիր է, թե անդեմ, անկարծիկ ինչ-որ մեկը, որ իր ընտանեկան կարգավիճակով պայմանավորված եկել վերանգել այդտեղ, թե ինչ է ասում, ակնհայտ է, չէ՞, որ իրանց այդ ջղաձուկները նրա մասին է, որ արդեն իրանց բանդա լինելու հանգամանքը պարզ է Հայաստանի քաղաքացիներին, անկախ նրանից ես դա կասեմ, դա չեմ ասի, բայց Գյումրու հրապարակում եթե բանդա չի, այդ ինչ էին անում այդ քաղաքացիներին, անչափահասին ինչպես են մեղադրանք առաջադրել զանգվածային անկարգությունների համար։ Նիկոլը ասում էր իմ հոգին փառավորվում է, երբ որ դուք ոստիկան եք սատկացնում, երբ որ չգիտեմ մահակներ վերցրեք, փայտեր վերցրեք, ձեր ամեն խլած բանի ոստիկանից խլած այդ իրավապահ համակարգի գործիքի համար իմ սիրտը փառավորվում է, այդ ամեն ինչ իրենք համարում են, որ զանգվածային անկարգություն չի եւ իրանց դհոլչի դատախազը գնաց մինչեւ վճռաբեկ ապացուցելու, որ դա զանգվածային անկարգություն չի, իսկ այն անչափահասը, որ հայտնվել է Գյումրու հրապարակում, այնքը 2 օր առաջ զանգվածային անկարգությունից չի տակրում իրանք ինչ են ասում, ինչ վերաբերվում է այդ մյուս ձեր նշածին այդ ազգային ժողովի նախագահությունում վերընկածին, բա Թուրքիայում ինչ պիտի սովորել։ Այսինքն մարդ էս լեն ու բոլ աշխարհում կրթական հնարավորությունների մեջ թե մեր երկրում, թե մեր երկրից դուրս գնացել ընտրել է Թուրքիան։ Դուք մտածում եք, ինչ է սովորել։ Եկեք ենթադրենք ինչ է սովորել օրինակ։ Հակահայկականություն է սովորել, այո, կարող եմ ավելի հեռուն գնալ ենթադրել, որ ոչ թե սովորել է, ինչ որ դասընթացների է գնացել այս պետության հերը անիծելու համար։ Կարծում եմ, այո։ Տիկին Մկրտչյան, Կիրակի խոշորացույցի տակ չառավ բոլոր նրանց, ովքեր Թուրքիայում գիրիշխանության ժամանակ գնում էին սովորելու։ Այսինքն ինչ պիտի աներ, իր կրթության իրավունքին խոչընդոտեր Սերժ Սարգսյանը, Ռուբեն Ռուբինյանն ասեր, գիտես ինչ, Թուրքիայում հայը սովորելու ոչինչ չունի, որտեղ այնտեղ Ուրեմն ինչ վերաբերում է, եթե 2018 թվականին դուք նկատի ունեք այդ ընթացքի մասին ես շատ եմ խոսել, այն ճշմարտությունը, որ ասվում էր, լսելի չէր մեր հասարակությանը, իսկ այն հիմքերը մենք քաղաքական հետապնդումների որևէ մեկին չենք ենթարկել եւ Սերժ Սարգսյանը Ռուբեն Ռուբինյանին քաղաքական հետապնդումների չէր ենթարկել, օրինակ խոսքի համար բանտարկեր, փռեր ասֆալտին, ինչպես իրենք են անում հիմա տասնյակ քաղաքական բանտարկյալների հետ։ Հետևաբար այդ օրինակը մեր վրա կիրառելի չի եւ Սերժ Սարգսյանի ժողովրդավարական սկզբունքներով երկրի կառավարումը հնարավորություն է տվել յուրաքանչյուրին արտահայտելու իր միտքը եւ
պլանավորելու իր վարքագիծը, թե իրենց խղճին մնա, թե իրենք օգտագործելով այս կամ այն ՀԿ-ն, քողարկված գործունեությունը արդեն ինչքանով են մեր երկրին ու մեր պետությանը վնասել։ Կիրակի օրը նախատեսվում է պատարագ Հովնանավանքում, որտեղ կարգալույս եղած քահանան պետք է այդ պատարագը մատուցի։ Նիկոլ Փաշինյանն էլ մասնակցելու է, դրա վերաբերյալ հայտարարեց նա Facebook-յան իր էջում։ Տիկին Մկրտչյան, այս վտանգավոր իրավիճակը ինչ զարգացումներ կարող է ունենալ։ Սա այն նույն դրամաբանությունն է, ինչպես օրինակ 2018-ին ասում էին, որ ամենամեծ խնդիրը մեր երկրում, մեր բանակում այն է, որ ելակ չեն ուտում, հետո պարզվեց, որ այդ ելակ չուտելը ընդհանրապես ոչ մի կապ չունի, դա քողարկված այն իրականությունն էր, որի հետևում պիտի թաքնված լիներ 5000 հայորդու կյանքը։ Հայ առաքելական եկեղեցին հիմա ունի բարեփոխումների կարիք, չէ, խնդիրը ընդհանրապես այդ չի, հայ առաքելական եկեղեցին չունենալու մասին է խոսքը։ Նիկոլ Փաշինյանը մի հատ սեկտանտի նման պատրաստ է ամեն ինչին տուրք տա եւ ամեն ինչ կազմակերպի նաեւ, միայն նրա համար, որ հայկական ինքնության հենասյուները ուղղակի փլուզի, եթե մի 4-5 տարի առաջ ես իմ խոսքերը ասելու համար պիտի ինչ-որ անուղղակի օրինակներ բերե, հիմա շատ ուղղակի են այդ օրինակները։ Հայոց ցեղասպանության ուրացում, Մեսրոպ Մաշտոցին պետք է QR-ով բացենք նայենք, ընդ որում դրան զուգահեռ նաև դպրոցում չի կարելի լինելու, այո, էլեկտրոնային գադջետներ, որոնք հնարավորություն են տալու այդ QR-ը բացել, այսինքն Մեսրոպ Մաշտոցն էլ չկա Հայոց Արարատը, այո, շնորհակալ եմ, պետք է արդեն բանով, այն ծառերը, որ տնգում էր Կիրանցուն, որ ադրբեջանցուն չտեսնեին, հիմա կտնգեն, որ Արարատը չտենանք, չգիտեմ այդ ինչ բարձրության ծառ պետք է լինի, բայց երևի թուրքերը այդ հարցն կկարգավորի, Հայաստանի պատմություն, այսինքն հայոց ինքնության գոյության ընդհանրապես խեղում եւ խեղաթյուրում, մի լսեք, մի իմացեք, մի կարդացեք, եւ ինչ ամնում հայ առաքելական եկեղեցին, էջմիածնում, այսինքն դիվանատուն գնալ, ԱԱԾ-ի այդ եսի ինչ հանդերձանքով Սրբազանին բերման ինչի որ ծանուցագիր տայն չէր գնալու, չէ, իրանց ծանուցագիրը պետք չի, իրանց ցուցադրական պատժիչ տեսարաններ են պետք Հայաստանի բոլոր քաղաքացիների նկատմամբ, անկախ իրենց ունեցած կարգավիճակից եւ հասարակությունում ունեցած դիրքից, իրենց ստորացնել եւ նվաստացնել է պետք հայ ժողովրդին։ Իրենք դրանով են զբաղված։ Գիտեք, ազգային ժողովում են այդ նույն բանը անում, Երևանի փողոցներում են անում, մարզերում են այդ նույն բանը անում, Էջմիածնում են անում, Հովանավանքում են դրա համար կազմակերպելու այդ իրանց ծաղրանքը ցավոք սրտի, բայց եկեղեցի ներսում են կարողանալու դա ստանալ, վստահ եմ։ Ճանապարհներ եք տեսնում։ Նիկոլին վռնդելու, միայն Նիկոլին վռնդելու։ Նույնիսկ ես թույլ տվեք ավելի անկեղծանամ ու ասեմ, իմ ստեղ գտնվելը, այս դատավարական շոուներին որևէ կերպ ինչ որ մասնակցելը, փորձելը քո ներկայությամբ զսպել, ոչ մի բան դա չի տալու, որովհետև ոչ վնգստացող դատավորի հարցն ես կարողանալու առանձին լուծել, ոչ կարողանալու ես եկեղեցուն օգնել, եթե կա գլխավոր պարակտիչը, ատելություն սերմանողն ու այս պետությունը քայքայողը Նիկոլին հեռացնելով։ Մենք թույլ տվեք նաև այս հարցից օգտվելով ասեմ, որ անվստահության գործընթացնել ենք հենց դրա համար նախաձեռնել, էլի դա ոչ իշխանություն ստանալու համար է, ոչ էլ մեր, չգիտեմ, այս պետությունը այն վիճակում չի, որ խոսես ինչ որ լրացուցիչ շահագրգռվածության մասին։ Յուրաքանչյուր Հայաստանի քաղաքացու սուբյեկտիվ իրավունքն է եւ իրավունքներից ու շահերից է բխում ուղղակի Նիկոլի չլինելը, որովհետեւ պարզ բան եմ ասում, մենք հասել ենք այնտեղ, որ Նիկոլը պետք է չլինի, որ Հայաստանի քաղաքացու կյանքի իրավունքը ապահովված լինի։ Տիկին Մկրտչյան, շատերը մտավախություն են հայտնում, որ շուտով կարող է նաև վեհափառը կալանավորվի։ Ինչ եք կարծում, կգնան այդ քայլին մոտակա ժամանակներում։ Ես մոտակա ժամանակների մասով գուշակություններ թույլ տվեք չանեմ, բայց ես ձեր եւ քաղաքացիների նաեւ մտահոգությունը կիսելու եմ, իհարկե այդպիսի բան լինելու է։ Նախապատրաստական աշխատանքները տեսնում է, իր այդ Նիկոլա Ստրուկ իրավապահ համակարգին ուժայինների ստուգումը, զգոնությունը, ով ինչքան հրաման կատարեց, ով ավելի մեծ ինտուզիազմով այդ հրամանը կատարեց, այդ հավելավճարները կավելացնի, հենա պետական պարտքը աճում է, գիտեն որտեղից պետք է այդ փողերը տան, երևի արդեն թուրքական ու ադրբեջանական հենց արժույթով էլ կտան այդ փողերը ու իր համար այստեղ որևէ խնդիր չկա, ինքը որևէ կերպ չունի էմոցիոնալ կամ ինչ-որ զգացական պահ, բա ոնց կարամ ես տենց մտնեմ Էջմիածին, շատ հանգիստ, որտեղ ինքը հայ ժողովրդի էմոցիոնալ եւ ինքնության հետ կապված որևէ զգացական կապ չունի։ Այո, ինքը պետք է գնա նաեւ Էջմիածնում ցույց տալու, որ ինչ ինքնության մասին եք դուք խոսում, ինչ հայկականություն, ինչ հազարամյակների եկեղեցի։ Փաշազադեն չի ասեմ մսկիթները պետք է վերականգնենք, կարող է մայր տաճար ապտի մսկիթ սարքեն, կարող է տենց է հանդիպման վերջի հանդիպման ժամանակ Ալիևի հետ, տենց են պայմանավորվել։ Փողոցային պայքարը երբ է լինելու, որովհետև Սերժ Սարգսյանը Ծիծեռ Հակաբերդում ասել էր, որ կլինի փողոցային պայքար։
նախագահը այդպես չէր ձևակերպել, խոսել էր նրա մասին, որ պայքարը անընդհատ է եւ մենք մշտապես հանրապետականը ունի ծրագիր, ծրագրով է առաջնորդվում, բայց ես ձեզ հետ համամիտեմ, այդ փողոցային պայքարը պիտի լինի, որովհետեւ բազմիցս եմ ասել, առանց հակազդեցության սրանք չեն գնալու։ Սրանք ձևավորված բանդա են, իսկ բանդան միայն հակազդեցությամբ են կարողանում հեռացնել, որը պիտի բերի նաեւ ազգային ժողովում անվստահության գործընթացով ավարտվի։ Պատրաստվում ենք, ես հույս ունեմ, որ այն պայքարը, որ այս 7 տարիների ընթացքում հանրապետական կուսակցությունից տեսել է Հայաստանի քաղաքացին, շարունակական է լինելու, մենք նույն վճռականությամբ ու կամքով չնայած այս բռնաճնշումներին շարունակելու ենք աշխատել։ Շնորհակալություն։